Երևանի Բաղրամյան Պրոշյան խաչմերուկից մայիսի 13-ին մեկնարկեց բողոքի երթ դեպի կառավարական առանձնատներ։ Երթը նախապես արտոնված չէր եւ ոստիկանությունը փորձ կատարեց այն չթույլատրել։ Ոստիկանությունը ցանկություն չունի որևէ մեկի հետ, մենք այստեղ չենք գտնվում, որ որևէ մի քաղաքացու, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ քաշքշուկ ստեղծել, բերման ենթարկել, ոչ, մենք նման ցանկությունը չունենք։ Ձեր ակցիան ի սկզբանե ասեմ անօրինական է, գոնե այս պայից արեք օրենքի սահմաններում արեք։ Դուք կարող եք դիմել լիազոր մարմնին, ստանայեք նախապես դիմեիք հարգելի մուշ է։ Ես ձեզ հորդորում եմ գտնվեք դիմացի մայթում։ Այնտեղ ովքեր կարգ խախտեն, մենք ստիպված կլինենք կարգի հրավիրել։ Կարող ենք համարել, որ մենք պայմանավորություն ձեռք բերեցինք, ձեր հետ միասին։ Համարեցինք։ Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության անդամները պահանջում են պետբյուջեից ֆինանսական խոշոր աջակցություն ցուցաբերել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին, աշխատանքից ազատել նախարարներ Էդուարդ Նալբանդյանին եւ Սերյան Օհանյանին, ինչպես նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ նրա տեղակալ Հայկաց Բաղմանյանին, ինչպես նաեւ падգամավոր Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից։ ԴԱԿ ծառայության նախկին ղեկավար Միրամ Պողոսյանին պարտավորեցնել բյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը, ինչպես նաև Հայաստանի 100 օլիգարխներին, այդ թվում Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն $100 միլիոն չափով գումար։ Հաջորդ պահանջը ենթադրում է ձեռնպա մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս քվոն, բացառել տարածքների որևէ զիջումները եւ խաղապաների մուտքը Արցախ կամ հարակից տարածքներ։ Մենք հաշվետվություն ենք պահանջում, ձևական 3-4 հոգու գործից հանել կամ հռչակել ինչ-որ կոռուպցիայի դեմ պայքար, դա մենք լուրջ չենք ընդունում։ Դա խեղկատակության է, որի մենք չենք հավատում, մենք այդքան հիմար չենք։ Եթե իշխանությունը ժողովրդի ծառան է, ուրեմն մենք իրավունք ունենք պահանջելու իշխանությունից, որպեսզի իշխանությունը հարգի ժողովրդի պահանջը։ Հիմա մեզ վախացնում են, ասում են, եթե առաջ գնանք ձերբակալենք, այս կանենք, այն կանենք։ Բողոքի ակցիայի ընթացքում չնայած ցուցարարների պահանջին Սերժ Սարգսյանն այդպես էլ նրանց հետ հանդիպման դուրս չեկավ։ Շարունակելու ենք պահանջել իրանցից պատասխան։ Ցավոք սրտի մենք հիմա այստեղ քիչ չենք կարող ինչ-որ լուրջ գործողություններ ձեռնարկել, բայց մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, որ մեր քանակը գնալով շատանա եւ դառնա այնքան, որ իշխանությունը ուղղակի չկարանա պատասխան չտա ժողովրդին։ Եկա իմ երկրի իշխանությունները զարթած բռնակալներին ասելու, որ այս երկիրը իրականում տեր ունի։ Ոչ թե մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն, այլ հայ ժողովուրդը։ Ու այս իշխանություններից մեկը չհայտնվեց երբևիցե